Բարև ձեզ, ես Նելին եմ։ Այսօր այստեղ ձեզ հետ կկիսվեմ իմ պատրաստած հարթ և համեղ շերտավոր խմորով։ Քանի որ էջումս շատ են հարցերը կապված շերտավոր խմորի հետ, այս հոլովակով կփորձեմ մանրամասն ցույց տալ շերտավոր խմորի պատրաստման ընթացքը։ Դե գնացինք։ Նախ բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար։ Չափաբաժինները տեղադրված է հոլովակի ներքևում։ Այստեղ կարող եք ձուն կոտրել, հետո կարագը լցնել։ Ես հերթականությունը խառնել եմ հոլովակում։ Հետո քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը, պարտադիր մաղելով։ Ամանի մեջ հունցելուց հետո տեղափոխում ենք սեղանին, որպեսզի ավելի լավ հունցվի խմորը։ Խմորը այնքան պետք է հունցենք, այնքան պետք է խաղանք խմորի հետ, որպեսզի ստանանք էլաստիկ խմոր։ Հունցելու ընթացքում մեր աշխատանքը հեշտացնելու համար խմորը մոտավորապես 50-ից 70 անգամ խփում ենք սեղանին։ Ահա, ստանում ենք մոտավորապես 2 կիլո 460 գրամ խմոր։ Բաժանում ենք գնդերի, ինձ մոտ յուրաքանչյուր գունդը լինում է 350 գրամ։ Դուք կարող եք դնել ավել կամ պակաս։ Իսկ այն հարցին, թե ինչ մարգարին եմ օգտագործում ես, ահա, շերտավոր խմորի համար նախատեսված մարգարին։ Իսկ եթե տվյալ պահին չեմ ունենում այս մարգարինից, օգտագործում եմ ցանկացած մարգարին 82%-անոց եղունգությամբ։ Դերը առաջին անգամ բացում ենք ձեռքերի օգնությամբ։ Յուրաքանչյուր գնդի մեջ դնում ենք 100 գրամ մարգարին, թողնում ենք 30 րոպե հանգստանա։ Երես րոպե հետո գնդերը կրկնակում ենք երկրորդ անգամ և թողնում ենք հանգստանալու ևս 30 րոպե։ 30 րոպե հետո կրկնակում ենք երրորդ անգամ, որից հետո հանգիստ կարող ենք օգտագործել խմորը։ Իհարկե մի փոքր հանգստանալուց հետո։ Սիրելիներս, սա ունիվերսալ շերտավոր խմոր է, որից կարող եք պատրաստել ցանկացած թխուկ։ Հուսամ այս հոլովակում տվեցի ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ եթե կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չեք գտել, գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ այս համեղ ու հրաշալի տեսքով համեղությունները ես պատրաստել եմ հենց այս խմորից։ Դե ինչ, եթե հավանեցիք, բաժանորդագրվեք էջից, հավանեք հոլովակը, իսկ ես ձեզ խոստանում եմ, որ ինձ հետ շատ համեղ է լինելու։ Իսկ դուք փորձեք ու թողեք ձեր կարծիքը։ Բարի ապօրժակ։